Համաշխարհային բանկը Հայաստանին $200 միլիոն է հատկացնում տնտեսությունը վերափոխելու, ներդրումային գրավչությունը մեծացնելու, բիզնես տեսանկյունից մրցակցային և էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու նպատակով։ Նույն թիրախներին հասնելու համար մոտ $93 միլիոն OPEC հիմնադրամն է մտադիր տալ երկրին։ Վարկը կուղվի սպառողների ու տնտեսվարողների համար կարևոր պետական մի շարք բարեփոխումների իրականացմանը, ներկայացնում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը։ Մաքսային ոլորտում օրինակ եզակի հաշվեհամար կամ օգտահաշիվ նոր նախաձեռնություն են խղացել, որը թույլ կտա ապրանքների ներմուծման գործընթացի ժամանակը կրճատել 20%-ով։ Կարագանան ձևակերպումները, հայտարարագրումը, ինչից կշահեն ներկրող արտահանողները, կհեշտանա առևտրով զբաղվող տնտեսվարողների գործը։ Մյուս թիրախը սպառողի իրավունքների պաշտպանությունն է շուկայում անբարեխիղճ մրցակցության իրավական կարգավորմամբ։ Նպատակներից հաջորդը պետական ու մասնավոր ոլորտների թվայնացումն է, կիբերանվտանգության կարողությունների զարգացումը։ Ըստ միջազգային փորձագետի, մի կողմից օրենսդրական բարեփոխումների, մյուսից տարբեր համակարգերում ՏՏ գործիքների օնլայն ծառայությունների կիրառումը խթանելու արդյունքում ներդրումային միջավայրն այստեղ ավելի կանխատեսելի ու թափանցիկ կդառնա։ Հենց դրա համար էլ օժանդակում են երկրի ծրագրերին, օրերս հայտարարեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարը։ Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ և մենք աջակցում ենք երկրի ջանքերին կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն, ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար։ Բանկի նոր այս վարկը բնապահպանական շեշտադրումներ ունի բարձրացնելու կլիմայական շոկերի նկատմամբ տնտեսության դիմակայությունն ու աճն այսպես ասած կանաչ դարձնել։ Անելիքները հետևյալն են. ածխածնային արտանետումների, ջերմոցային գազերի կրճատում, անցում վերականգնվող մաքուր էներգետիկ ռեսուրսների, նաև ավելի մեծ ուշադրություն մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգին ու այդ ամենն ապահովող շրջակա միջավայրի մասին օրենքի ներդրում։ Հայաստանը կկարողանա մշտադիտարկել, զեկույցներ պատրաստել ու արտահանումների նվազեցման շուրջ ստանձնած միջազգային պարտավորությունների վերաբերյալ առավել հստակ տվյալներ ներկայացնել։ Ուզում ենք ներդնել նաև տարբեր գերատեսչությունների կապող ընդգրկուն մի համակարգ, պարզելու, որ տնտեսվարողը երբ խախտեց երկրի սահմանած վնասակար նյութերի փոշու թույլատրելի շեմերն ու շեղումների դեպքում տեղեկացնել բնակչությանը։ Նախաձեռնություններից մյուսը կանաչ տաքսոնոմիայի ներդրումն է, բիզնեսներին հուշելու ավելի արդյունավետ գործունեության համար ինչ տեխնոլոգիա կարելի է կիրառել թե էներգիայի, թե մյուս ռեսուրսների օգտագործման առումով։ Հայկական տնտեսության կանաչ գործառույթներն ի դեպ Համաշխարհային բանկը մշակել է Պրոգրին և կլիմայի աջակցության հիմնադրամների հետ։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։